Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։ Համերաշխությունը, հայացքների եւ գործողությունների միասնությունը, փոխըմբռնում եւ փոխաջակցում։ ՄԱԳ-ի գլխավոր ասամբլեան դեռևս 2005 թվականից հռչակագիր է ընդունել եւ դեկտեմբերի 20-ը ճանաչել մարդկանց համերաշխության միջազգային օր, բայց 21-րդ դարում դրա անհնարինությունը տեսնում ենք աշխարհի բոլոր անկյուններում։ Այսօրվա մեր քննարկման թեման հանրային համերաշխությունն է։ Ինչ անել, ինչպես անել, որ Հայաստանում լինի ներքին համերաշխություն եւ ինչ սպառնալիքներ է պարունակում պառակտված հասարակությունը։ Ուստի այս թեմայով մեր հյուրերը եւ բանախոսները կյանք եւ փորձություն անցած մարդիկ, երգիչ, երգահան պարոն Դավիթ Ամալյանն է եւ դերասան ասմունքող պարոն Սամվել Բաղինյանը։ Հասարակական գործիչ Թևան Պողոսյանը, Մայր Հայաստան վարչության անդամ քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։ Սկսենք, պարոններ։ Սկսենք, թե ինչու է պառակտված մեր հասարակությունը կամ առհասարակ ինչ պատկեր կա համերաշխության առումով։ Իմ կարծիքով պառակտվածության պատճառները մի քանիսն են։ Առաջին, երևի ազգային գաղափարախոսության պակաս։ Ոմանք կարող է սա ժպտան, հեգնեն, բայց ազգային գաղափարախոսությունը շատ կարևոր բան է պետության, հասարակության եւ հասարակության միավորման, ձեր ասած համերաշխության համար։ Գաղափարախոսություն, հանուն ինչի, ինչ, դեպի ուր, մի բաց թողում, որը նորանկախ Հայաստանում ահավոր հետևանքներ ունեցավ, այդ գաղափարախոսությունը պետք էր։ Ես չեմ ասում անպայման նժդեհյան գաղափարախոսություն, որը մի հրաշալի ասմունք է, շատ շատերը կերազեին, ինձ թվում է հենց նժդեհյան այդ գաղափարով են շարժվում մեր հարգարժան հրեաները, ժամանակին Պլիսուցկին հիացած էր դրանով, Ջախար Դուդահերն է հետաքրքրվել, չխորանամ, շատ շատերը աշխարհում, շատերին հետաքրքրել է, բացի մի հոց մասից մեր ազգին պատկանող մեր հայրենակիցներից։ Սա դրինք մի կողմ։ Երկրորդ հանգամանքը, համերաշխություն չի կարող լինել մի երկրում, մի հասարակության մեջ, մի պետության մեջ, եթե չկա օրենքի գերակայություն, եթե չկա հանրային արդարության այդ զգացումը, որը պետք է լինի։ Եվ իմ համեստ կարծիքով չեն կարող տարբեր մտածելակերպ ունեցող հող սիրող մարդը եւ փող սիրող մարդը չեն կարող համերաշխ լինել։ Հայրենասեր մարդը ներեգություն բարձրագործ բառի համար, հիմա այդ հայրենասիրություն հասկացողությունը մի քիչ հալածված է, ոմանք եկնում են, նաև հավատացյալը, մեկը հենց Քրիստոսի անունը տալի, ասում են խփնված հավատացյալը, ասենց սարսափելի բաներ կա, ուզում եմ ասել, որ հայրենասեր մարդը եւ անհայրենիք արարածը չեն կարող միասին համերաշխ լինել։ Ներեգություն թալանչին եւ թալանվածը, զոհը եւ հանցագործը չեն կարող համերաշխ լինել ինչ որ ազգային հողի վրա։ Նախ պետք է արդարադատություն, պետք է ինչ որ մի արդար բազիս հիմք երկրում, օրենքի առկայություն, գերակայություն, որի հիման վրա կարող է լինել ազգային համերաշխություն։ Գաղափար, տեսեք 88-ի շարժումը եղավ, անկախ նրանից ով սկսեց, ինչպես սկսեց, ով հրահրեց, բնական էր, թե անբնական էր, կազմակերպված էր, թե ինքնաբուխ էր, դա դնենք մի կողմ։ Ինչքան համերաշխ էինք, ինչքան միասնական էինք, հետևանքը ևը հաղթանակ։ Մեր հարևան պետությունը անհամերաշխ վիճակ էր, գնացին պարտության։ Ես չէի պատկերացնում, որ այսքան տարի հետո, հանուն Արցախի այսքան զրկանքներից հետո, այսքանից հետո մեր մոտ կգա այնպիսի վիճակ, որ մեր հակառակորդն ուներ այն ժամանակ։ Շարունակենք։ Քաղաքական կամքը եւ քաղաքական ուժերի կամքը արդյոք կփոխի իրավիճակը, պարոն Դանիելյան։
Մինչև քաղաքական ուժերի կամքին գալը ես նախ ողջունում եմ մեր հարգելի պարոն Բաղինյանի տեսակետը, որը շատ կարևոր մտքեր արտահայտեց 90-ական թվականներից բոլորս գիտենք, որ նախկին սովետական միության երկրներում պետք էր անցնել կապիտալիստական հարաբերությունների սեփականաշնորհում տեղի ունեցավ, որը արդար չէր կարող լինել, եւ այդ բոլոր երկրներում եղավ այդ զգացողությունը, որ հանրության մի մասը, որը սոցիալական երկրում էր ապրում, դուրս մնաց կյանքից ըստ էության, հա, որտեղ պետությունը հոգացություն ուներ սովետական միության ժամանակ լավ կամ վատ, լավ էին ապրում կամ վատ, բայց կար սոցիալական պատասխանատվություն։ Այդ մարդիկ դուրս մնացին բանից, սոցիալական կյանքից եւ պետությունը նրանց համար հոգ չէր տանում։ Եվ ամենակարևորը այն էր, որ բոլոր ընդդիմությունները այս 30 տարվա ընթացքում ձայներ հավաքելու համար շեշտը դնում էին թալանված եւ թալանող, հա, եւ դա խորը մտավ հասարակության մեջ, որը հիմք ստեղծեց պոպուլիստների եւ արկածախնդիրների համար այդ լարի վրա աշխատել եւ 2018 թվականին մենք տեսանք, թե ինչպես դա պայթեց, այսինքն դա սոցիալական ռումբ էր, պետության սխալ քաղաքականության պատճառով, որ մեջքով էր շրջվել մի ժողովրդի հանդեպ, որը մթով ցրտով անցնելով պատերազմում հաղթեց, եւ այդ զանգվածը, որը պատերազմով էր անցել կամ այդ զրկանքները կրել էր, օտարվեց պետությունից։ Եվ այդ լարերի վրա սկսեցին աշխատել եւ այդ փոխադարձ ատելությունը խորացավ հանրության մեջ եւ մինչեւ հիմա խորանում է եւ հիմա մենք տեսնում ենք այդ բաժանիր, որ տիրես գաղափարախոսությունը նույնպես փորձում են հերթական անգամ աշխատացնել։ Շատ կարևոր հարց է, որ մենք իրոք դառնանք համերաշխ ժողովուրդ, որտեղ երբ որ մենք պառակտված ենք, թշնամին դրա վրա խաղում է, դա օգտագործում է։ Եվ այս դաժանագույն մարտահրավերները, որ կան աշխարհում մեր տարածաշրջանում, մենք չգիտենք մի շաբաթ հետո ինչ ալնելու, մի ամիս հետո ինչ է լինելու, հա ծանրագույն ժամանակաշրջան է մեզ սպասվում, եւ այս փուլում շարունակել պառակտել հանրությանը, դա նշանակում է այդ ռումբը հերթական անգամ մի անգամ էլ պայթացնել, որը կարող է վերջնականապես ավիրել մեր հասարակությունը։ Մենք, որպեսզի լինենք սոլիդար, համերաշխ, ինչ-որ արժեքային համակարգ պետք է լինի, որ մեզ բոլորից միավորում է, եւ ձեր հարցը, որ դուք ասացիք քաղաքական ուժերը կարող են այդ մարտահրավերը ընդունել, ես կարծում եմ սա ամենակարևորագույն հարցն է, որ այսօր դրված է մեր հասարակության առաջ եւ քաղաքական ուժերի առաջ, կարմիր գիծ քաշել եւ փորձել համերաշխություն մտցնել, այս փոխադարձ ատելության մթնոլորտը մի ձևի կանգնեցնել եւ նաեւ շատ կարեւոր պահ է, որ հաջորդ իշխանությունը դեմքով շրջվի դեպի հասարակության այն անդամների նկատմամբ, որոնք մոտ 22-23% ծայրահեղ աղքատության մեջ են գտնվում։ Պետությունը այդ սխալը պետք է ուղղի, որ այս 30 տարիների ընթացքում դրա վրա ուշադրություն չեն դարձրել։ Պարոն Պողոսյան, ես հիշում եմ ոչ վաղ անցյալում, երբ մարդիկ միջանձնային հարաբերություններ էին ունենում, ձեր հայտնի օրինակն էին բերում երկու կողմին հրավիրել գինի խմելու եւ անցնել առաջ թողնելով բոլոր տարակարծությունները։ Հասարակության պարագայում պառակտվածության լուծման ճանապարհը որն է։ Նայեք, առաջինը միգուցե ամենասկզբից սկսենք, այն չենք հասկանում համերաշխություն։ Որտեղ եթե այդ բովանդակությունը չդնենք, չենք իմանա, ասենք լավ ինչ ենք անում։ Իմ պատկերացմամբ համերաշխությունը դա ուժ է։ Հիմա, եթե իմ շահս ուժեղ լինելն է, ես գիտակցված քայլեր եմ անելու, որ այդ համերաշխությունը ապահովեմ։ Եթե ես չեմ ցանկանում ուժեղ լինեմ, հաղթեմ ինչ-որ մի բան, հաղթելը պարտադիր չի լինի անձ, հա, միայն երևույթ, որը ուզում եմ հասնեմ, շահս մի բան է, որ ես ուզում եմ, օրինակ, որ մենք լինենք հզոր պետություն։ Հզորություն չի նշանակում, որ պետք է սաղին ոտի տակ տաս, կարող է զարգացնես, բայց ոնց կարանք մենք դա անենք։ Համերաշխությունը ինձ ինչ է տալու, ուժ է տալու, որ աշխարհով մեկ 10 միլիոն հայությունը միասնական լինի։ Համար եթե նայենք Արցախյան շարժման սկիզբն էլ որ գնացել էր, միշտ ասում ենք Արցախ, Հայաստան, Սփյուռք։ Գիտակցում էինք, որ մեզ ինչն է պետք։ Ու սկզբում ունեինք դա։ Բայց երբ որ շահերի համակարգը փոխվեց, իշխանություն պահելն էր։ Այդտեղից սկսեց անելը, ոնց անեմ, որ իշխանությունս պահեմ։ Այդ շահը ավելի կարևոր էր, քան միասնության, համերաշխության
իրավիճակին քայլեր անել։ Տեղից ձևավորվեց, որ բնության օրենքներ կան, որոնց դեմը չես կան։ Բաժանիր, որ տիրես։ Սոցիալական անարդարության բոլոր հիմքերը գալիս էին տեղից։ Մեր շրջապատը, մեր ընկերները, մերը սրանց կարելի է, այս մեկին չի կարելի, այս մեկը ստեղ պետք է լինի, այս բիզնեսը կաշխատի, բիզնես։ Բոլոր հիմքերը ունեցել են շահ այդ վարելու քաղաքականության մեջ։ Նույն ձևի ոնց օրինակ մարդիկ ասում են դե ինչ մի նույն տեսակը պետք անենք, ոչ։ Տարբեր պետք անենք, որովհետև տարբերությունների գումարի մեջ է ուժը ձևավորվելու։ Ուրեմն իմ նպատակը չի լինելու բոլորին միատեսակ մտածելակերպերը։ Հակառակը ես պետք է միավորեմ հանուն ավելի բարձր գաղափարի, այդտեղ գաղափարախոսությունը շատ ճիշտ երևույթ է, որը պետք է լիներ, որի վրա բոլոր տարբերները գային միավորվեին եւ այդ ուժը ձևավորեին։ Եթե ես չեմ մտածում դրա մասին այդ մոտեցմամբ, որ համերաշխությունը նոր հնարավորություն է, չեմ ձգտելու։ Լինելու եմ տարբերվող։ Այսօր էլ ինչա չեն հասկանում, որ միասնական հայ ազգը ավելի ուժեղ է, քան պառակտված։ Բայց հասկանում են ու բայց շատ լավ էլ ունեն ավելի գերագույն շահ, իշխանություն պահելը։ Համար ամեն օր պառակտելու են։ Ամեն օր նոր բաներ են անելու, որ մարդիկ չմիավորվեն եւ ցույց տան, թե ոնց պետք է տարբերության այդ խնդիրը լինի։ Այ ինձ հարցնեք, ինչ պետք է անել, ապագայի համար գալու է, երբ որ ձևավորվի այդ բանը, ուզում ենք ուժ ունենանք, թե չէ։ Եթե ուզում ենք ուժ ունենանք, չկա այլ ճանապարհ, ինչպես գալ միասնության եւ համերաշխության։ Ոչ թե նույնը լինելու, այդ տարբերությունները միավորելու իրար մեջ նպատակին հասնելու համար կարող ենք նույն ճանապարհը գնանք, ամենքս թեկուզ տարբեր տեղերով։ Նա ասենց ասած, ինչ էի ես ուզում եմ վախտանի, դրա մասին պարզապես գրել եմ։ Ասել եմ գործող իշխանությունները ձեզ պառակտելու է, տարբեր ընդդիմադիրները, որոնք բան են, եկեք միացեք, որ միասնության մեջ ուժ ձևավորեք, հասնենք։ Առաջին նախագահն հիշում եմ Վազգեն Մանուկյանին էր ասում, որ կամ միավորվեք մի մարդ ընտրեք, կամ բոլորդ պարտված եք։ Դրանից հետո 96 թվականի խնդիրներ եղան։ Դրանից հետո միշտ է այդ բանը, բայց որ վարքյանին միասնական ենք եղել, հասել ենք։ Մեկը մութ ու ցուրտ տարիների անունը կարող է կպցնից, մյուսը դա հաղթանակի տարիներն էր։ Ամեն մարդ ապրելով միգուցե կես ժամ հոսոն չունենալով, բայց դրա հետ միասին նպաստելով ինչ-որ միտեն, նպաստելով է ընդեղի մեր հաղթանակին, որը մենք կերտել ենք 94 թվականի իմաստով։ Նաև սովետական միությունը բոլորը նույնն էին, բայց ամեն մեկի միասնության մեջ տարբեր ուղիներով 41-ից 45 ձևավորվեց։ Նույնիսկ այդ ժամանակ եթե նայենք, ավելի հզոր չէր Հայաստանը կամ 91 թվականին, 1941 թվականով, բայց ավելի շատ մարդ գնաց հանուն հայրենիք ասելու։ 600,000 գնաց, 300 եկավ։ Մեր Արցախ պատերազմների մեջ 30,000 էլ չունենք, որ գնացել է ոնց դաշտ։ Բոլոր ազգն է մասնակցել, բայց թվային իմաստով այդքան չի էլ գնաց։ Հիմա երբ որ ինձ ասում են ինչն է խնդիրը, հարցն է ես ուզում եմ իմ շահս, հա, եթե իմ շահս է, ես կհասկանամ, որ վարքյանին պետք է ինձ զսպեմ, կհասկանամ, որ մարդուն չճանաչելով չեմ պիտակավորի, մեր սոցիալական ցանցերը չեմ օգտագործի, չիմանալով ով է ինչ ասես այդ մարդու մասին գրեմ։ Ես կհասկանամ, որ եթե նույնիսկ կողքինս մեկի մասին վատ բան ասում, ես դրանով կարծիք չեմ ձևավորի, կսպասեմ ինքս հետը խոսամ, հասկանամ ճիշտ է թե ոչ, որովհետև դա ինձ պետք է, դա իմ շահն է։ Ցավոք սրտի մենք այդ շահի տեսանկյունից չենք դիտարկել եւ դրա համար էլ այդ համերաշխության բաների մեջ չենք գտել միամիտ ձևավորվել է կամ ուրիշներին պետք է եղել մեզ միավորել են, իսկ եթե մնացել ենք ինքներս մեր մեջ, այլ արժեքային դաշտի խնդիրներից կասեք կամ այլ շահերից, դարել է թե իշխանությունը պահեմ, ֆինանսական կարողություններս ունենամ, ինձ ավելի հզոր զգամ կամ կողքինս, պիտակավորեմ,
Մա առաջ ինչով էինք պարտանում, ցավը տանեմ, վերջ անգամ երբեք լսել մեկը ձեր մասին փողոցում անծանոթը ձեզ տվանաս։ Մենք էլ իրար ցավ չենք ուզում տանենք։ Մենք էլ իրար մասին չենք մտահոգվում։ Աշխարհով մեկ որևէ միտեղ մի հայի մի բան պատահի, ես հիշում եմ էլի պատերազմներ էր ելնում ու նույնիսկ մի հատ դեպք պատմեմ, Հոլանդիայում մի հատ հայ աղջկա աշխատանքից հանել են Հոլանդիայի քաղաքացիներ, թե ինչա Turkish Airlines-ի մասին ինչ-որ բաներ գրել, Հայաստանից հազարավոր նամակներ գրած Եվրոմիություն։ Հիմա հայերին միտեղ կոտորեն, ոչ մեկ ծեներ չի անելու Հայաստանից։ Որտեվ դրա է այսօրվա իշխանություններին, գործողներին պետք իրանց իշխանությունը պահելու համար։ Իրանք ամեն ինչ պարակտելու են բան։ Ոնց ամեն մեկը տանը նստած կգիտակցի, որ մենք օրինակ ապրելով նույն բազմաբնակարան շենքի, նույն այդ շքամուտքի մեջ, երբ որ բոլորս միասին ենք, մենք մեր խնդիրները հեշտ կլուծենք, մաքուր պահենք, ներկած պահենք բոլորը սարքավորներում, թե ամեն մեկս մեր դուռը փակած առանձին բան անենք։ Որևէ ընտանիք վերցրեք ամենահասարակ բանում գյուղում, երբ որ մեր պապերը շատ երեխաներով են եղել, այդ ձևով են կարացել մեզ դաշտեր մշակեն ու բան անեն, թե երբ որ պարակտվել են, կեսը գնացել ուշտեր, ոչ էլ նայել են բանն է, հետո գյուղի տունը քանդվել է, հողն էլ չի մշակվել։ Մա ամբողջ խնդիրը գալիս է, որ արդյոք մենք սիրում ենք միասին ունենալ մեծագույն երազանք եւ այդ երազանքի հետևից գնանք ամեն մեկս տարբեր մեր ուժերով որտեվ եթե նույնիսկ բիզնեսմենը ցանկանում է լավ հարուստ գործ տնի ճանաչել չի գնալու չէ բարեկամներին գրագետ վերցնի մասնագետներին է բերելու որոնք նպաստելու են շահից ելնելով միավորելու է մեծ ավելի ցույց ասած ընտանիք եւ բան իր ընտանիքին ուրիշ ձևով է տիրությունը բայց երբ որ մարդկանց մոտ շահը փոխվում է փորձում է դառնալ ձևականության մեջ էլ արդյունքն է ձևական լինում այդ ցավոք սրտի իմ պատկերացումը որ մենք հենց դա չենք գիտակցել որ 94 թվականի հաղթանակի միասնությունը պետքա իսկապես քարոզվեր ու գնար պետք չէր մեզ գնալ այն արժեքների հետևից որոնք սին էին մեր համար ուրիշների շահերը սպասարկելու իմաստով դա ենք արել ժողովրդավարություն ենք ասել, բայց վեր ենք ացել միայն ընտրության, մոռանալով, որ դա շատ բազմաշերտ արժեքների համակարգ է, խոսքի ազատություն, ամերիկյան կանխարգելած մարդու իրավունքներ, օրենքի գերակայություն, երբ որ մեզ պետք է մենք բոլորս կարողանում ենք հերթ կանգնած գնանք ուրիշ երկրներ, ինչի, որտեղ շահը սա, հանկարծ չասեն ես պատնեմ։ Բայց իմ երկրում, որ պետք է հերթով գնանք, չէ, ամբողջ օրերն ամենահասարակ բանով գիծը կանգնած գալու են առաջից մտնեն, կեսից ճանապարհը կտրեն ու գնան։ Առանց մտածելու, որ կարող է 3 մեքենային կոնվոր թողել եմ ու չի հասցնել։ Մեկին հիվանդանոց է տանում, պետք է շուտը։ Այդ հերթի ընկալման մեջ սпасելուց, օրենքի գերակայությունը ընկալելուց, օրենքը հարգելը գալիս է նրանից, որ այս շահով ես ինչին եմ նպաստելու։ Ձևավորեմ ուժ, հզորություն եւ դրա համար այդ այլ բան չունենք բացի միասնությունից։ Բայց եթե դա չի, իմ շահս ուրիշ բան է, ինչքան ուզում եք գլխիս բան կարդակ, ասել եմ սպասի, ոչ խարը գնաց։ Սիրին գնաց, այո։ Պարոն Ամալյան։ Նախ սկսենք այնտեղից, թե մարդու ծնունդը որտեղից է գալիս, երկու հոգու սիրուց, չէ, տղամարդու եւ կնոջ։ Եվ եթե սիրուց են ծնվում, դառնում են սևակի ասած շալակած տանողները։ Եվ եթե ինչ-որ շարժումներից առաջանում են, դառնում են շալակ նելացները։ Մարդկային փիլիսոփայությունները բոլոր տեսակետներով ամփոփվում են այս երկու տեսակով՝ շալակած տանող, շալակ նելած։ Շալակած տանողը միշտ ապրում է այն սկզբունքով, որ ինչ չտվեց, որ պարտքի զգացողությունով է ապրում ծնունդից մինչև մահ։ Եվ իր համար հարուստ լինելը նյութական արժեքը չի։ Շալակած տանողը չէր գնացել, որ այս մեկը հարուստ է, այս աղքատ։ Եվ շարժում չէր անի հանուն նրա, որ հարուստները աղքատանան, իրանք հարստանան։ Ծիծաղելի է, սոցիալական հեղափոխություն հայկական տեսակի համար։ Հրաշալի ասեց պարոն Պողոսյանը, ցավը տանեմ բառ, ես միշտ ասում եմ պետությունը ընտանիքի մոդելը վերցներ։ Երբ որ հասարակական գործիչը կամ քաղաքական գործիչը ԱԺ-ում կամ եսին որ ԺԵ-ում խոսելուց
ասում է բառեր, որ ինքը ընտանիքում երբեք չի օգտագործում, դա արդեն պսևդոպետություն է։ Մենք պիտի ընտանեկան մոդելը ինչի պիտի ճարի ժամանակ թույլատրելի չլներ ասեին, ենթադրենք, ես ինչ ջան, ցավդ տանեմ, որտեվ այդ խոսակցականը մեր ժողովրդական, մեր ընտանեկան մոդելը, եթե մենք դարձնեինք պետություն, պետությունը հայրենիքը կնույնանային։ Բոլորը ուշադրություն դարձրած կլինեք, երբ որ շենքում նոր էլի այդ մասիվ խոսք գնաց, միգուցե հարևանը հարևանին նույնիսկ չէր սիրում, չեն էլ բարևում կամ թեթև գլխով բարևում են, բայց Աստված չանի, եթե դրանց նույնը փորձանք է լինում, մեկը գնում է նստարանն է բերում, մեկը լամպուշկան է դզում, որ հեսա ինչ որ արարողություն կա։ Այսինքն ցավի կողքը համախմբվելու մենք բան ունենք։ Մի անգամ Ռուբիկը Ախվերդյան մեր մակիչի հետ խոսում ենք, ես լուսահոգի մակիչը եւ Ռուբիկը խոսում ենք, մշակույթից էր խոսք գնում, ասեց խիչ են միանում արժեքները, մակիչ Ռուբիկը ասեց մկո տեսել ես կենթանիների աշխարհում, որ առյուծները միասնական լինեն, ասեց բայց շակալները տես ինչքան միասնական են։ Ցավոք սրտի մեր ազգային մտածելակերպի մեջ կա մի բան, որ մենք մոնոտիկ ժողովուրդ ենք, մեր մշակույթը մոնոտիկ է, մեր երաժշտական հանճարեղ գործերը շարականներն են։ Ունենք պոլիֆոնիկ հանճարներ, ունենք Խաչատրյանի եւ Բաբաջանյանի եւ շատերի տեսքով, բայց մեր մշակութային բաներ սպորտում ոնց է, չէ, կոլեկտիվ սպորտում երբեք հաջողություն չենք ունենում, բայց անհատների մեջ ինչքան հաջողություններ ունենք։ Եվ սա հիմա ասեմ, երբ որ իմ մայստրոն հավաքընկերը մի բան ասեց ազգային գաղափարախոսություն, ինձ համար ազգային գաղափարախոսությունը սիրուց առաջացած մարդն է, սիրուց ծնված, որտեղ մարդը եթե Բախի արժեքը չի սիրում, թող սուտ Կոմիտասին չսիրի, եւ հակառակը, եթե Կոմիտասին չի սիրում, թող ավելորդ, այսինքն ցնդած կոսմոպոլիտն ու նեղ ազգայնականը նույն դեբիլներն են։ Ներողություն բառիս համար, բայց ազգային գաղափարախոսություն ապրում այն մարդու մեջ, որը դրանից չի խոսում։ Պատկերացնում մեկ տղամարդիկ կամ թեկուզ ոչ տղամարդիկ ընկերներով կանանցով նստած սկսեն պատմել, թե իրենց մորը ոնց են սիրում։ Տես բան կլինի Արտուր ջան, որևէ 100 անգամ իրար հետ նստել ենք, որ նստեմ ես պատմում, գիտես ինչ, մամաս որ ասենց չէ, չի լինում, տես այդ սիրուց չեն խոսում, այդ սիրը ապրում են։ Նույնը հայրենիքի եւ մարդկային արժեքների մասին է։ Եկեք նայենք 88 թվի շարժման ու 18 թվի շարժման տարբերությունները։ 88 թվին ես 14 տարեկան եմ եղել եւ մասնակցել եմ շատ էմոցիոնալ սրտով եմ մասնակցել եւ այդ իմ աշխարհը լցվել է այդ ամեն ինչով, ես զգում եի, որ ինչ-որ հոգեվոր շունչ կա, լռության մեջ հոգեվոր շունչ կա, այդ բանախոսների ընդհատված լռությունների մեջ մարդկանց օդում մի կարևոր բան կար։ Իսկ հիմա եկեք հիշենք 18 թվին նախ ինչ ձեն էր լսվում, դա իմ համար միշտ ասում եմ դատարկ կացան բարձր ձեն է անում։ Ես ասեմ շալակած տանողները ամեն դեպքում տեսակով այդ մարդիկ ովքեր միշտ գիտեն բառ չեն տվել, իրանք համախմբվելու համար ընդամենը սիրտ ու սեր է պետք։ Շատ դեպքերում նաև առաջնորդ է պետք։ Չեմ ուզում այս մասին եւս մեկ անգամ խոսել, հանկարծ չմտածեն շահարկում եմ, չեմ շահարկում, ուղղակի ասում եմ ճշմարտությունը։ Տղայի զոհվելու պատճառը մի քանի հրաման լինելն է եղել։ Նույնիսկ հրամանի մեջ մենք միասնական չեղանք 18 թվից հետո։ Մի քանի տարբեր այսինքն հələ հիշեք Վազգենի մռնչոցը, մյուս առաջնորդների պինդ կերպարները ու ինչ որ մարդ, որը չի կարողանում ղեկավարել։ Գոնե մի լավ սխալ լավ, բայց մի տեղից հրաման գա։ Մի տեղից նահանջի հրաման ա եղել, մի տեղից չնահանջի հրաման Շուշիում ամսի 7-ին եւ վերջը վերջում 6 ընկերով թասիբի են ընկել, մեկը մեկի համար ու զոհվել են 6-ն էլ։ Ես իրաց ցավը տանեմ, հարցը այդ չի, բայց ուզում եմ ասել մենք ունեինք ավելի ուժեղ կռվողներ, քան Արցախյան շարժման կռվողներն էին, ինքս բախտ եմ ունեցել ուղղակի մասնակցելու, ես ինչ չէ, տեսել եմ իրական կարգին տղեկի կռվող, հետներն եմ եղել, բայց ես ընդհանրապես մասնակցել եմ։ Բայց այդ տղերքը բոլորը հուսամ ովքեր որ կենթանի են, համաձայն են, որ այդ սերունդն ավելի էր էվոլյուցիայի ենթարկվել եւ ավելի ուժեղ էին։ Այս սերունդի տղեկը ավելի համ ֆիզիկապես, համ հոգեպես, համ ուղեղով ավելի առաջ էին։ Բա ինչը տարավ մարդկության եւ զենքերի տեսակներ ավելի ուժեղ էր, քան
Արցախյանի ժամանակ։ Եվ այդ դեմոկրատիա ասածը ոչ մի պետության մեջ չի գործում, որովհետև մեծամասնությունը երբեք ճշմարիտ չի կարող լինել։ Մտնում ես ցորենի արդ, գլուխը կախած հասկերը շատ քիչ են։ Դա է ճշմարտությունը։ Իսկ տնկված հասկերը շատ են, որոնք դատարկ են։ Հիմա եթե տնկված հասկերին դեմոկրատիա տան, հաց չեն կոտի։ Շատ փայլուն օրինակներով ներկայացում էր եւ դրա հետ միասին գիտեք մենք շատ բան գիտենք այսօր, քան նույնիսկ 30 կամ 20 տարի առաջ։ Շատ ավելի բանիմաց ենք դարձել, շատ ավելի գործիքներ կան, որոնք տիրապետում ենք եւ գլխավոր արգումենտներից մեկը, որը նշվեց, գիտենք, որ համերաշխությունը դա ուժ է, սակայն ինչի ենք փախուստ տալիս այս ամեն ինչից, սա ազգային բնութագիր է, թե հեշտ ենք տրվում տարբեր հովերին ու ճառերին։ Ինչ կարծիք եք, պարոն Դանալյան։ Շատ կարևոր բան է, երբ որ մարդ իր անցյալից, սխալներից եւ այլն դասեր է քաղում։ Մենք ինչ դասեր ենք քաղել 1915 թվականի ցեղասպանությունից։ Քաղաքական դասեր, միջանձնային հարաբերությունների դասեր, պետության եւ հայրենիքի նկատմամբ մոտեցումների դասեր։ Մենք ինչ դասեր ենք քաղել առաջի Արցախյան պատերազմից։ Ինչ դասեր են քաղել 18 թվականից, երբ որ մեզ մանիպուլացնում են, մեզ միմյանց դες թշնամի են սարքում եւ թշնամի են սարքում միտումնավոր, բայց մյուս կողմից կային որոշակի հիմքեր, որը օգտագործում են։ Մենք ինչ դասեր ենք քաղել 20 թվականի պատերազմից։ Այ պարոն Ամալյանը օրինակներ բերեց 20 թվականի պատերազմից, որ տարբեր հրամաններ են գալի, հրամանատարները կոմպետենտ չէին, միմյանց նկատմամբ վստահություն չկար, շատ դեպքերում հրամանատարները փախնում են, զինվորները միջև վերջ կռվում են, զոհվում են, այսինքն նաև դավաճանություն ա եղել ինչ որ առումով, այսինքն ոչ թե կազմակերպված դավաճանություն, այլ կազմակերպչական խնդիրներ, որոնք բերել են դավաճանության։ Հիմա հարցը հետևյալն է, լավ, եղել է երկրորդ պատերազմը, եղել է 18 թվականը, ենթադրենք իշխանությունը փոխվեց, մենք հետևություններ եւ դասեր տրամաբանված, գիտակցված անելու ենք եւ մենք հասկանալու ենք ինչի է ամեն ինչը կատարվեց եւ ինչն է պետք փոխել այսուհետ։ Ես խիստ կասկածում եմ, որ այդ դասերը մենք կքաղենք։ Եթե մենք դասերը չենք քաղում, շարունակում ենք նույն ձևի, մենք ոնց կարանք համերաշխ լինել։ Համերաշխությունը դա նշանակում է եւ գիտակցված փոխադարձ հարաբերություններ, փոխադարձ վստահություն, երբ որ կա կազմակերպվածություն, երբ որ կա սոցիալական մոտեցում, որտեղ կա նաև սոցիալական համերաշխության խնդիրը։ Դրա համար շատ կարևոր եմ համարում, որ լինի շատ լուրջ խոսակցություն, նման խոսակցություններ նույնպես լինեն, եւ այդ խոսակցությունները լինեն ոչ թե նրա մասին, թե ինչ եղավ, ինչու եղավ, այլ ինչու եղավ եւ մենք այսուհետ ինչ պետք է անենք։ Այդ հարցի պատասխանը այսօր ամենագլխավորն է, այդ հարցի պատասխանը բերելու է փոխադարձ վստահության, իսկ փոխադարձ վստահության վրա ինչ է կառուցվում, համերաշխություն։ Որքանով եք դա հնարավոր համարում, պարոն Վաղինյան, եւ դասեր չքաղելու համար, իսկ ովքեր պետք է լինեն այդ դասատուները, ովքեր մեզ պետք է ասեն, որ այս իրադարձությունից պետք է դասեր քաղել, ովքեր են առաջնորդելու, օրինակ, ինչ որ անձնական շահը ստորադասել պետական շահին։ Գիտեք ինչ, ինձ թվում է սիրո համար ճիշտ ասեց Ամալյանը, եթե սեր կա, եթե կա սեր, կա վերաբերմունք, կա ձև, հասարակ մի բան, ես մի վատ սովորությունն եմ, մեքենավ որ գնում եմ, տեսնում եմ սիգարետը գցեցին, Ջուլիան միշտ հիստերիկայի մեջ անգնում, պարտադիր մոտենում եմ, ասում եմ, ինչի ես գցում, ցավդ տանեմ, պատուհանից սիգարետը ինչի ես գցում, մի անգամ մենակ այսպես քշում էի, մի տղա էր, ընտիր մեքենա էր շատ, ուզեց ինձ անցնի անիմաց տեղը, որտեղ ուղիղ գնում ենք, ինքը այն կողմ չի գնալու, ուղղակի դեմից Ժիգուլի էր գնում, կոպիտ ասած, իրեն պալոշ չէր, մաքուր հայրենով ասած, Ժիգուլու հետևից գնար։ Դեմ ասնել արդեն կարմիրը վառում է։ Ուզեց մտնի դեմս առանց թարթիչը միացնելու։ Սիգարետն էլ գցեց միջև այդ կապոտից խփեց, այդ սիգարետը թռավ, ճանապարհ չտվի։ Ասի խփի։ Իհարկե չխփեց վերջի պահին, եկավ ասեց, ինչ կալներ որ թողներ անցնեն, ասենց ներողություն շատ գեշ տղա էր, ասենց ակաժներով
Ճակատ չուներ, մազերը ստեից էր գալիս։ Բայց գեղեցիկ հագնված էր, չէ։ Չէ, ղզիկ չէ։ Ասի ցավը տանեմ, այդ քո ցավը տանեմ։ Սիրուն, սիմպաթիչնի հայ տղա ես։ Լրիվ հակառակ բան։ Այդ սիգարետը խի ես գցում։ Ինչի թարտիչը չմիացրիր։ Կոմպյուտերը կախեց ես խեղճի ախրեն, ագրավիու, բանրի պատմությունը դառավ, ախր կոմպլիմենտ ստաց, սիրուն, սիմպաթիչնի հայ տղա ես։ Սիգարետ ինչի գցեց։ Ասեց թարտիչը ի՞նչ է։ Ասի հայրենով ասած մարգատ բանը, պավարոտնի կտխի չես միացում, սիգարետ խիքտ է։ Բան չկտավասելու ասեց ինձանով դզվելու է այս երկիրը։ Ասի քանի քեզ նմանները կան չի դզվի, ձև կա։ Այ հենց այդ ձևը ճիշտ եք ասում։ Այդ ձևը վերաբերումը որ ասում եք ընտանիքում ոնց են խոսում իրար հետ։ Եկեք լսենք Հանդրությանը։ Ինչ է պետք հանրային համերաշխության համար։ Համերաշխենք, առայժմ որ ոչ մի կրակոց չկա, ժողովուրդն էլ հանգիստ ապրում է իր համար խաղաղ։ Ավելի լավ է մեզ մի հարցրեք։ Մենք լսում ենք մենակ մեզ, դիմացին շատ քիչ են քարգում, չգիտեմ, ամենահասարակ տրանսպորտից սկսած, քայլելուց սկսած, ամենահասարակ դետալային կետերում այդ ամեն ինչը երևում է, էլի։ Կարծում միասնական ենք, ինչ որ վատ դեպքեր իհարկե լինում են, բոլոր ազգերի դեպքում էլ հնարավոր են նման դեպքեր, բայց կարծում միասնական ենք, երբ որ բանը հասնում է դրան, որ պետք է միասնական լինենք, այո, չի ասի հիմա միասնական, որովհետև հավատքից շատ են հեռացել, սեր չկա մեջը։ Ունեն, նայած ինչում։ Կարողանում են համախմբվել։ Եթե որ բոլորի սրտովն է լինում համախմբ, մի անգամից համախմբվում են, եթե տարակարծիք են լինում, չեն համախմբվում։ Խոսք է, ասում երբ որ խավարը չի տիրում, լույսը բացվում է։ Բնականաբար ես հավատում եմ, որ ոչ թե հավատում եմ, կա հայերի մեջ այդ միասնականությունը, մի քիչ հարաբերական, ուղղակի ուզում ես հավատաս լավին։ Յուրաքանչյուրը գիտի, թե որն է ճիշտը, բայց ընդհանուր միազգային հասկացողություն չկա, ցավոք սրտի։ Եկանք երկրորդ մասին պարոնեք Եվ պարոն Ամալյանից սկսենք սկսենք, առաջարկություն։ թե ինչ է պետք։ Ես իսկապես մեր հասարակության մեջ Ղարաբաղցի եւ հայաստանցի բառ ստեղծողի եթերում ենք, չեմ կարող ասել։ Եվ այս տարանջատումը էլի սկսվեց նյութական մտածելակերպից։ Շատերի մոտ ասոցացվեց, որ Արցախում պատերազմ էր, բայց արդեն 96 թիվն է, Երևանում ինչ որ ծագումով Ղարաբաղցի բիզնես ունի։ Ահա ունի, ինչ անենք։ Լիքը հայաստանցի էլ գիտեն, որ Արցախում բիզնես ունեին։ Եվ դրա տարբերությունը որն է ի վերջո։ Ես եթե աշխատանք լինի գնամ աշխատեմ, Ալավերդում էլ կաշխատեմ, Հարտիկում էլ կաշխատեմ, որ տարած գնում են, գիտեմ տեղից է, որտեղ բոլորի բարբարներին տիրապետում եմ։ Մորական կողմը Սյունեցին, օրական կողմը Ալաշկերտի Փանիկ գյուղ։ Այսինքն ես բոլորի հետ կապ ունեմ, բոլորին սիրում եմ։ Եվ եթե միայն քոլեցի տարբերությունը որակավորման ու ես թարցիպես երկուսի խառուրդն եմ, թե ոնց են իրար սիրել, ինչ են իրար գտել, չեմ հասկանում, որտեվ շատ տարբեր ժողովուրդներ են, ծիծաղելի է այս տարանջատումը։ Եվ էլի եմ ասում, մարդկային որակավորման խնդիրը։ Ցավոք սրտի արցախցի էլ ճանաչում եմ, որ տեսել եմ, որ հայաստանցի, բայց այդ մարդու մոտեցումը հիմա ընդհանրենք բանակում գյումրեցի շատ էին լինում, վանաձորցիկին վատ էին նայում, վանաձորցիկ շատ էին լինում, արտիկցիկին էին։ Այս բանը ցածր մտածողության շրիշակային մտածելակերպ։ Միացումը նենգափոխվել է բաժանության։ Միացումը մարդկային միացման խնդիրը, մայստրո ջան, միացումը մարդկային միացման խնդիրը է, եթե ես եւ դուք գաղափարական սկզբունքային հակասություն ունենք, մենք կարող ենք այդ գաղափարական հակասությունը ունենալ, բայց դա չարացնել իմ ու ձեր հարաբերության մեջ չի կարելի։ Գիտեք ինչ, եթե մենք մեր մեղքը չենք ճանաչում, ավելորդ է ուրիշ ազգի մեջ մեղավորություն փնտրել։ Եկեք ծուռը նստենք, դուզը խոսենք, փոքր պետություն ենք եւ դատապարտված ենք որևէ մեծ պետության դաշնակիցը լինելու։ Եթե տարածաշրջանում Պարսկաստանն է, որ մեկն լինի իր հարցը լուծի, Ռուսաստանը եւ Թուրքիան, այս դեպքում ինչ եք կարծում։ Ինչ պետք է անենք։ Ես երաժիշտ եմ, քաղաքական մեկնաբան չեմ, ոչ էլ գործիչ։ Ոչ ռուսամետ եմ, ոչ ռուսապաշտ, ոչ թրքամետ եմ, ոչ էլ կդառնամ։
Ես ուզում եմ ուղղակի տրամաբանորեն հասկանանք մեր անելիքը որն է, որպես պետություն, ենթադրենք հերոիզմից դարել եմ քաղաքական գործիչ, ինչ որ խելոք բաներ եմ ուզում ասել։ Չեմ կարող, որտեղ դա դրա հարցում դիլետանտ եմ։ Բայց ամեն դեպքում գիտակցում ենք, որ փոքր պետությունները որևէ մեծ պետության դաշնակից են լինում, հզորանալով նոր կարողանում են իրենց խոսքը անել, ասել, անել տալ, ինչպես արդեն Իսրայելի օրինակը։ Բայց մենք դեռ Իսրայել չենք, Իսրայել դառնալու համար մենք կայանանք, նոր կարողանանք հայերի հետ միջազգային կապերը, ինչպես Իսրայել դառնալու համար էլի պետք է հզոր որևէ գերտերության դաշնակիցը լինի։ Պարոն Ամալյան, ես նաև շարունակելով ձեր միտքը, նախ մենք մեծ սփյուռք ունենք, որը մեր ներուժն է, եւ տեղային անվանումներով անուններ տալը դա պարակտում է եւ բնականաբար ես դեմ եմ դրան եւ հիմա ես էլ եմ եկել Երևան եւ ինչ վատ է որ եկել եմ եւ մյուս առումով ես նաեւ ուզում եմ խոսենք մեկ այլ հարցի մասին բնականաբար պատահական չեն ընտրվում այն բանախոսները որոնք պետք է լինեն մեր ծրագրում հեղինակավոր անձինք արվեստագետներ վաստակավոր գործիչներ հանրային հասարակական գործիչներ որոնք որոշակի դաշտ ունեն։ Ոչ մեկի մեջ չեմ մտնում։ Հիմա ոչ, մենք այդ ընկալումը չունենք։ Արդյոք չպետք է այդ մարդիկ նաև հանձնառություն ունենան իրենց խոսք ասելու ներքին համերաշխության մասին կամ ուղղորդեն ում պետք է լսել, որ էլի եմ կրկնում, ինչ որտեղ անձնական շահը, իշխանության շահը, այսօրվա շահը, ֆինանսական շահը ստորադասվի պետության շահին։ Ես որ ընկերոջս հետ նստում եմ ժամանակ անցկացնելու կամ նարեկացի եմ միացնում կամ բախ։ Իմ համերաշխությունը տեղից է սկսվում, դա թերապիա է։ Մի բան, մի օրինակ վերեմ, էլի, 90-ականներին ես ցավոք սրտի բախտ եմ ունեցել զոհված ընկերներ ունենալու եւ ընտանիքների հետ շփվել եմ եւ մեզ համար զոհվածի տունը խորան էր։ Զոհվածի ընտանիքի անդամը խորանի խաչերից էր։ Այսինքն ինչ ուզում ա լիներ, մենք այդ խորան չենք մտնի։ Կոշիկով խորան չես բարձրանում, չէ՞։ Ոտքով չես տրորում այն տեղը, որ քո համար աղոթատուղի է։ Բա ինչ եղավ, որ 18 թվից հետո սկսեցին զոհվածի ընտանիքի անդամին այվել։ Եվ շատերը։ Եվ սոցցանցում դա արդեն մեծ բան է։ Ինձ մեկը ասում էր, հերիք չի, շիրիմը ծախես, տեսնում ես առնող չկա։ Ռիմա, ես իմ ինչ եմ, ինչ զիբիլ։ Դե ֆեյք հա, ինչա, կապ չունի, բայց ինչ որ մեկը փողատալի որ գելի, չէ։ Հետո հիշեցի, որ 96 թվին գրված երգ ունեմ առուծախ, որի մեջ տենց հատված կա, ես միշտ եմ ծախում, առնող կլինի, գինեժան էլոք միշիշ գինի։ Ես չգիտեի, 30 տարի առաջ այդ երգը գրել եմ։ Չգիտեի, որ որևէ օր ինչ որ մեկի պատասխան դիլի։ Չնայած ես այդքան չէի փոքրանա, որ իրեն պատասխանեի։ Վերջը, հետո հիշեցի, որ այդ երգի մեջ կա նաև միտող, թե շուկայում ինչ են վաճառում, խիղճ են վաճառում, բան համերաշխություն չենք էլ ունեցել, մի քիչ պայքար կար, դա էլ է պրծել, 96 թվի գրված երգ է։ Ցավում եմ, որ այսօր ավելի ակտուալ է։ Բայց այսօր այդ տխրա հռչակներին ուզում եմ տխրեցնել, որ այսօր լուսավոր բաներ եմ գրում։ Եվ այդ ժամանակը գալու է, որովհետև ոչ մի գիշեր արևածագով չվերջանալու հնարավորություն չունի։ Իսկ մենք 18 թվից մտել ենք այն օրը, գրել էի, որ առաջնորդ ենք կորցրել 18 թվի խառնաշփոթի ժամանակ։ Խնդրում եմ հունիսին գնացեք ընտրության, որ գտնենք։ Պարոն Ամալյանի խոսքը ես ուզում եմ շարունակեմ, որովհետև շատ կարևոր բան ասեց, որովհետև զոհվածի շիրիմը, զոհվածի ընտանիքը դա խորհրդանիշ է բոլորի համար, իսկ ինչ է համերաշխությունը, համերաշխությունը խորհրդանիշների շուրջ է ձևավորվում, պատմություն, դրոշ, զինանշան, օրինակ Միացյալ Նահանգներում մի սովորություն կա, եթե զոհված զինվոր է լինում Միացյալ Նահանգների համար, հա, մի կողմ դնեն գաղութատիրական պատերազմներում, կարևոր չէ, բայց համարվում է Միացյալ Նահանգների շահի համար։ Այդ տան վրա նշաններ դրվում, հա, դրոշը եւ բոլորը գիտեն, որ այդ տունը, որտեղ կա զոհված զինվոր, դա հատուկ վերաբերմունք է ենթադրում եւ պետության կողմից նույնպես հատուկ վերաբերմունք այդ ընտանիքի անդամների նկատմամբ։ Երբ որ սկսեցին ստորադասել զոհվածներին, հերոսներին, զոհվածների մայրերին քաշքշել, ոստիկանությունը դա պետության խորհրդանիշն է, չէ, համազգեստը կա, դա պետությունն է, ոստիկանը դա պետությունն է։ Եվ երբ սկսեցին անարգել
զոհվածներին, նրանց ընտանիքներին, նրանց մայրերին, այդ պարագայում խոսել համերաշխության մասին հնարավոր չի։ Տեսեք, խոսքը գնում է Սփյուռքի մասին։ Ինչ արեցին 18 թվականի առաջի քայլերից մեկը։ Իրենք փակեցին Սփյուռքի նախարարությունը։ Ինչ է նշանակում Սփյուռքի նախարարություն։ Իսրայելից օրինակներ, չէ՞, բերեցիք։ Սփյուռքը ինչ է նշանակում։ Դա լոբինգն է, դա գիտական միտքն է, որ դրսից գալիս է, դա կրթական համակարգն է, որ դրսին դու այդ դասերը տալիս ես, չէ, որ աճող սերունդը գա, այսինքն դա հետախուզություն, հակահետախուզություն եւ այլն, այդ ամեն ինչը մտնում է այդ համակարգի մեջ։ Իրենք դա փակեցին։ Հաջորդ քայլը ինչ եղավ, ասեց, այս հեղափոխությունը ավելի կարևոր է, քան Արցախի հաղթանակ։ Իսկ ով է դա ասում։ ԵԿՄ նախագահ։ ԵԿՄ նախագահ, այսինքն ով կարա ասի, ով որ համարվում է, որ պատերազմել է։ Այսինքն հարվածները գնացին խորհրդանիշների վրա։ Հաջորդ խորհրդանիշը եկեղեցին էր։ Խնդիրը հոգևորականները չեն։ Խնդիրը եկեղեցին է, դա մի կառույց է համահայկական, որի վրա ձևավորվում է Սփյուռքը։ Այսինքն սա այդ կառույցը դու հանում ես, մեկ սերունդ հետո գոյություն չունի։ Այս Սփյուռքը եկեղեցին է, դպրոցներ են, հավաքման տեղ է, արարողություններ են, արարողությունները, ծիսակատարությունները չափազանց կարևոր գործոն են ինքնության ձևավորման գործում եւ համերաշխություն ձևավորման գործում։ Շատ կարևոր են։ Նաեւ պետության մեջ են, չէ՞, արարողությունները շատ կարևոր։ Դրա միջոցով են ձևավորում ազգ։ Ազգ ես էթնոսը նկատի չունեմ։ Նկատի ունեմ քաղաքական առումով ազգը։ Այսինքն ծրագրավորված կերպով այդ կետերին սկսեցին հարվածել, կետային հարվածներ։ Կետային հարվածները բերեց նրան, որ այսօր մենք նստած ինչ ենք խոսում, որ մեր ժողովրդին պետք է համերաշխություն, որովհետև մենք մոտենում ենք կարմիր գծին։ Այս կարմիր գիծը անցնելուց հետո այս մեծ սեղանի շուրջը նստածներին եւ մեզ դիտողներին ոչինչ չի միավորելու։ Մենք իրար խորտ մարդ ենք դառնալու, ոնց որ էսկիմոսները կամ ֆրանսիացիները մեզ միավորող ոչինչ չեն ունենալու։ Ուրեմն այս ամենը պետք է կանգնացնել, ուրեմն սա ավելի կարևոր է նույնիսկ քան անվտանգությանը, կան այլ հարցեր, որովհետև եթե սա չլինի, մենք անվտանգության մասի չենք էլ կարող խոսել, պետականության մասի չենք էլ կարող խոսել, քաղաքական ուժերի համար մեկ խնդիրը այս ընթացքը կանգնացնելն է, որտեղ սա ծրագրավորված գործողություններ են եղել 18 թվականից սկսած, ես նույնիսկ ասեի 18 թվականից ավելի շուտ, Թևանը լավ կհիշի, թե պատերազմի ժամանակ ինչ միջոցով, երբ որ սահմաններին կրակոցներ էր լինում, ասում են, որ խաղաղության երթեր էր լինում, երբ որ զինվորներն էին սպանվում, մինչև 18 թվականը։ Այսինքն այս ծրագրավորված այս կետային հարվածները վաղուց է սկսվել։ Սա նորից եմ կրկնում, համար մեկ հարցն է, որը եւ նաեւ մեզ դիտողները պետք է հասկանան, համար մեկ խնդիրը սա կանգնեցնելն է։ Հետո թե մենք ինչպես ենք վերականգնելու այս արհավիրքը, որը մենք ունենք, ինչպես ենք քար առ քար հավաքելու իրար վրա նորից այդ ինքնություն, նորից համերաշխություն կայացնելը շատ դժվար գործ է լինելու, բայց սկզբից պետք է այս ընթացքը կանգնեցնել։ Պարոն Պողոսյան, կազմում եմ ասելիք շատ ունեք, որովհետև տարբեր տեսակետներ հնչեցին ձեզնից առաջ, բայց մենք ասում ենք պետք է կանգնեցնել, ինչպես պետք է կանգնեցնել։ Լավագույն օրինակը ինչ որ ես անում եմ։ Համբերատար սպասել քոյերտին։ Նույնիսկ եթե խախտվել է, հիմա կասենք, որ ամեն մեկս մեր ցավը տանում էինք, ուրեմն ես պետքա բոլոր կողքինների ժամանակը հարգեի։ Աշխատեի չմնչամտեի, խոսքը չկտրեի, որ բոլորը իրանց խոսքը ասեին, որտեղ այդ բազմության մեջ է ուժը ձևավորվելու։ Բայց եթե որոշեմ, որ չէ, ես երկար կխոսամ, մյուսը կարճ կխոսա, կխանգարեմ։ Մի բան, որը դու լավ գիտես, որ տես չի եղել եւ ընդամենը մեկ կամ երկու օրինակի վրա ու հանրային դու ասում ես ու դա մեծ լսարան է ստանալու, դառնալու է մեծ տեղեկություն, ու ստուգված չի, պետք չի ասել։ Որտեվ եթե ես ուզում եմ, որ մեկը չնեղանա, ես պետք է դա կարողանամ այնպես գեղեցիկ ձևով ասեմ, որ մարդը փորձի դրանից, Ստեփանը ասաց, դաս քաղել լինելու է, թե ոչ։ Եվ դաս քաղելու առաջի բանը մարդ սկսում է իրանից լսի, գրի, հիշի, հետո որ կգա այդ ճիշտ օրինակը նոր կասես, որտեվ
իմ պատկերացմամբ հայազգի մեջ կա մի բան։ Մենք ոչ թե լսելով ենք բանանում, այլ որոշում ենք, որ առավոտը շուտ ես ցած հոտ կքաշեմ ու ձևը գիտեմ։ Բայց որ սկսեմ լսելը, պետքա հոտային զգացողություններս կորի։ Միգուցե քիթը մռուտով պետքա գետնին տամ արունը լցվի, որ ականջներս բացվեն, որ եղած նախքին մեր մեծերի ասածների վրա լսելով գնանք։ Չէ՞ որ մեր մոտ այն բանը կա, որ նույն ավելը հատիկ կջարդվի, բայց եթե բռունց կլնենք, չենք ջարդվի։ Ինչեւ օրինակ ասենք, ով պետքա բերել։ Լավ, մեր սեփական օրինակից։ Ծովից ծով Հայաստան։ Եթե մեկը չի հավատում, որ եղել է, թող գնա Հռոմի պատի վրա նայի։ Ինչ չի թվում, թե ռուս ԿԳԲ-շնիկներն են գնացել պատի վրա դաջվածքը փորագրել, որ հայերին սովորացնել, որ դուք սենց եք եղել։ Դա երևի այն ժամանակ ուրիշ եղել, ուրեմն ճիշտ է։ Ծովից Հայաստանից որտե ենք ասել։ Պատմական ամենափոքր Հայաստանին, որտեվ պետականություն չենք ունեցել, բայց Հայաստանը ավելի մեծ է եղել։ Հայկական արեալը, որտեղ հայ է ապրել, ավելի մեծ է եղել։ Միշտ ռուսն է եղել, միշտ ԿԳԲ-ն է խանգարել, միշտ արցախցին է խանգարել, թե միգուցե պարոն Ամալյան լսենք, մեր մեջ է խնդիրը։ Եվ դասը ինձանից պետք է քաղեմ։ Ինչ անեմ։ Ուրիշը ինչի է ինձ եկել ասել, այ ձեր ժողովրդավարությունը ձեր լավ ձևն է, բայց գիտեք ժողովրդավարությունը ձեր համար ընտրությունն է։ Եվ ոչինչ որ ուրիշ բաները չհարգեք։ Թրամփը հիմա ժողովրդավար է, բայց ազնիվ ասում է, Ամերիկայի համար հիմա կարևոր չի, ով ինչ ուզում է անի, շեյխա, Սաուդյան Արաբիա, ինչա ընտրություններ կա, չկա, մենք մեր ընկերներով ենք առաջ շարժվելու։ Այդ է ճշմարտությունը, թե որ մեկը։ Նայեք, միասնական փոփոխությունների մեջ մոռացել ենք մի բան ասենք։ Ախր եթե ես ցանկանում եմ, որ հայ ազգը հարուստ լինի, ես իմ շահն է ուժ ձևավորել, ես պետքա փայփայեմ եւ չասեմ, այ դու ճիշտ ասեցիր, սխալ ասեցիր, դու սփյորքից ես, դու ստեից ես։ Չէ որ դու եկել ես ուրեմն այս թվականին դու աղբար ես, բայց որ ես վաղտես եկե հայրենադարձ ես, հա։ Մենք երբ ենք իրար որոշելու հասկանանք։ Ու դա սկսվում է ինձանից, որտեղ այդ վարկագիծը ես պետք է առաջինը ցույց տամ։ Չսպասեմ, որ ինձ մեկը ասի, որտեղ այն րոպեին, երբ որ ես ասելու եմ, ես նորից նույն ձևի ամեն մի ասացի վրա ունենալու ենք երկրորդ ասածը։ Որտեղ Պարոն Դանիելյանի ասաց, ոչ մի դաշ չի քաղվել։ Ցավոք սրտի այդ ժամանակ էլ շահի իշխանության մեջ եղել է իշխանություն պահել։ Այև որ լիներ հզորացնել հայազգը, համը կհասկանային, որ միակ գործիքակազմը համերաշխություն քարոզելն է։ Միակ կհասկանային, որ պետք է նենց անենք, որ կողքի հային ամեն ինչով պահի, այլ ոչ թե պառակտվի եւ մտածի, որ տարբերվող է։ Ու միգուցե այդ ժամանակ կլինեին այլ մոտեցումներ։ Այսօր Ստեփան ջան, դասեր քաղելը հնարավոր է։ Անհնարին բան չկա։ Հարցն է, ցանկանալու ենք դասեր քաղել։ Նպատակ դնելու ենք դասերը քաղեմ, որ ուժ ձևավորեմ, որ համերաշխությամբ այս բոլոր եղած աղետային մոխիրների մեջից Փյունիկի նման առնենք, թե եկեք ծովից փոքրացել ենք Ստեգնարը, դե մի 5 տարի հետո էլ հեսա Զանգեզուրի Միջանցք, ավելի կփոքրանանք ու տենց ավելի լավ է։ Այդտեղ էլ արդեն կմեղադրենք սյունեցիներին, հետո կմեղադրենք վայոց ձորցիներին, հա, որ հետո վայոց ձորցիները, հետո սևանցիները, ու այս ձևով ամեն անգամ գալու է մի տեղ։ Դրա համար հիմա նաև այլ հարց կան։ Ներքին համերաշխությունը, հասարակության համերաշխությունը ոչ միայն քաղաքական բնույթ է կրում, այլ մենք տեսնում ենք առօրյայում սովորական նույն մեքենան չզիջելու համար դանակահարություն, սպանություն, երեխայի ծեծ, դրանք բոլորը անհանդուրժողականության, պառակտվածության հետևանքներն են եւ հետեւապես սրած շուրջ պետք է նաեւ լինեն լուծումներ։ Պարոն Դանիելյան, լուծումներ խնդրում եմ ասեք եւ այսպես պատտվենք լուծումներով եւ ավարտենք։ Ուրեմն մարդիկ իրենց ինչպես կպահեն, դա որոշում է
պետության քաղաքականությունը։ Պետության քաղաքականությունը սկսվում է դասագրքերից, հեռուստատեսությամբ, զանգվածային լրատվական միջոցներով քաղաքականություն վարելից։ Տարիքով մեծերը, որ սովետական միության ժամանակ ապրում են, կհիշեն իմ օրինակը, մենք դպրոցից մեզ տանում են ծառեր տնկելու։ Նորքի զանգված են այգիները, որ մի մասը քանդեցին, շենքեր կառուցեցին, նաև իմ ձեռքով տնկված ծառերն են։ Այդ ծառերը նաև ես էի տնկել, եւ ամեն անգամ, երբ որ տեսնում էի ծառերը կտրում, ես ցավ էի ապրում։ Տնկելու ժամանակ ես փոքր եմ եղել, 3-րդ, 4-րդ, 5-րդ դասարան, կամ երկրներ կա գնում ես, տեսնում ես մանկապարտեզի երեխաները ձեռնի բռնած դաստիարակ ճուղու հետ, գնում են փողոցի թղթերն են հավաքում։ Այսինքն այստեղ կարևորը ոչ թե այդ որ երեխաները մաքրում են փողոցը, այլ իրենք մաքրելով հասկանում են, որ կեղտոտել չի կարելի, ձեր մաքրածն է։ Նույնը վերաբերում է այդ փողոցին, հա, թե մեքենաները իրար տեղ կտան, տեղ սխալ կքշեն, թե չէ։ Ով է որ պետական ղեկավարը կամ որ հանրային հեռուստատեսությունը կամ ազգային հեռուստատեսությունը բացատրում էր մարդկանց, որ բարձր երաժշտություն միացրած մեքենան մի քշեք, որտեղ բազմաթիվ մարդիկ նյարդայնանում են, դա աղմուկ է առաջացնում, որևէ մեկը բացատրել է իրանց, քաղաքականությունը հետևյալն է, բացատրում ես, պատժում ես, մեզ մոտ չեմ բացատրում եւ չեմ պատժում, երբ որ տեսնում են պատիժը արդարացի է, արդար է, մարդկանց մտածողությունը փոխվում է եւ պետք է բացատրել, նորից եմ կրկնում, եւ նոր պատժել։ Այս քաղաքականությունը պետությունը պետք է անի։ Այս պետության քաղաքականությունը կարող են անել իշխող ուժերը, որոնք գալիս են իշխանության։ Ամբողջ հարցը այն է, որ այն քաղաքական ուժերը, որոնք գալիս են իշխանության, իրենց մեծ մասը նույն ձևի է մտածում, ոնց որ այդ բարձր երաժշտություն միացնողը։ Դրա համար ես նաև պարոն Պողոսյանի հետ համաձայն եմ, որ մենք ինքներս մեզ պետք է փոխենք, բայց ով որ չի կարողանում ինքը իրեն փոխել, իրեն պետք է բացատրել, դաստիարակել եւ երբ որ չի հասկանում պատժել։ Արդյոք ներքին համերաշխության հասնելու համար մեծահոգի պետք չի լինել։ Մեծահոգությունն է գալիս ընտանիքում դաստիարակությունից։ Դեգոնա, որ ասում, եթե ինձ ես հասկանում եմ, որ պետք է լինի, ուրեմն պետք է դա անեմ։ Ընտանիքի դաստիարակության խնդիրը, երբ որ մենք ասում ենք, ինչքան հայտնի ասացված կչես, մա կապ չունի երեխայի գլխին, ինչքան պատմես, բայց եթե մի անգամ ծնողը սիգարետը այսպես գցած երեխան տենալու ով դա է անելու։ Կամ ընտանիքում իր բանը։ Աշկով տեսածն են անում եւ դա ոչ միայն Հայաստանում, կներեք, Ամերիկայում էլ է տենց, Ռուսաստանում էլ է տենց, Չինաստանում էլ է տենց, Ֆրանսիայում էլ է տենց, ընդհանրապես այն ինչ որ ընտանիքում տեսնում են, դա է լինում։ Բայց այդ ընտանիքում այդ երեխան որ սենց ասած ծնվել դե նայում է իր ծնողին, իր ծնողն էլ իր ծնողի ժամանակ ա եղել։ Չեմ ուզում հավի ձվի պատմություն ասենք երբագած։ Բայց եկեք մի ասած փոքրիկ օրինակ վերցնենք։ Սովետական միությունը 70 տարի ինտերնացիոնալ չէ կարծում, որ պետք է համերաշխ լինեք, խաղաղ լինեք, բան։ Սովետական միությունը փլվեց, սա սկսին իրար մորթելը։ Բա ուր կորավ։ Դաստիարակության բանի վրա։ Այստեղ մենք պետք է հասկանանք։ Այդ շահը, որ ես որ ասում եք, օրինակ, ընկալեն, որ թանակով չեմ հարց լուծելու։ Դա պետքա տունը բացատրեն։ Թեկուզ նույն ձևի ասենք օրենք են ընդունել ապայակալյան նստել, համբերել, սպասել, չծեծել, չխփել։ Բայց եթե տեսել է, որ իր մեծերը տենց են արել, նշանակում է այդ շրջապատի այդ արժեքային խնդիրների վրա պետքա ներազդել։ Իսկ դա արվում է մշակույթով, կինոյով, ճիշտ հերոսի դաստիարակությամբ, քարոզչությամբ, չեմ ուզում պրոպագանդա բառ ասեմ, բայց շատ ժամանակ էլ նման դա, որտեղ նույն ազգային գաղափարախոսությունը շատ մարդիկ կարող է շփոթեն պրոպագանդայի հետ, այդ բառից երևի պետք չի վախենալ, պետք է հանգիստ վերաբերվել, եթե դա միտված է ազգային գաղափար։ Իսրայելը համատեցիկ, Իսրայելի չան։ Դրա նման ազգային պրոպագանդա ունեցող երկիր չունի։ Նացիոնալ սոցիալիզմին մի մոռացել։ Բան անենք եւ այլ։ Բայց այստեղ գալիս է հետեւյալը, այդ մեծահոգությունը էլի պետքա դաստիարակեմ։ Ու մենք ունենք շատ լավ ինստիտուտ, որը եթե ճիշտ ձևով դա ասենց ասած մեր համար անկալվի ու աշխատի, այդ բանը զարգացնելու էր առանց որևէ բանի, որտեղ ինքը սիրո մասին էր։ Դա մեր եկեղեցին է, մեր հավատն է։
Եթե մեր եկեղեցուն մեր հավատի համար դուռը բացենք, այդ սերը իրանք փոխանցելու էին։ Բայց դեռ էլ գալիս է մի բանը, քանի անգամ ես դու քո երեխայի ձեռքով վերցնում գնում գի համապատասխան տեղ։ Արդյոք մենք չենք էլի վերածել շատ արժեքներ մեր կյանքում պարզապես սպառողական հասարակության երևույթների, հա, եւ քավորը լավագույն նվեր բերողն է, բայց այդ տեղն էլ չենք հիշում։ Եկեղեցի գնում ենք, երբ որ ինչ-որ մի բան անում, ամենահեշտ երևալը ասենք, դե մենք աթեիստ ենք, բայց որ հանկարծ մի վերդանել ասում ենք, Աստված փրկի այդ բան անելով։ Երբ որ մարդիկ ազնիվ խոսում են մեր հետ, ասում են ազնիվ եղեք, ես շատ ուրախ եմ, որ Սրբազան պայքարի օրինակ մի բանում այդ մասը գնում էր, ամեն երեկո լսելով Սրբազանին։ Միգուցե դա պետք է ամեն շատ տեղ լինել, բայց եթե եկեղեցին այդ աշխատանքը անի ու մենք էլ բաց լինենք, այդ սերը կմատնի մեր մեջ եւ մեծ հոգաբարության դաշտում մենք անենք։ Մենք ունենք ինստիտուտները, մենք ունենք ամբողջ հատնա ինքներս մեզ ուզում ենք փոխենք։ Այս շահը հենց որ գտնեմ, որ ես ուզում եմ համերաշխություն, ես ուզում եմ հզոր լինեմ, ես դռները կբացեմ։ Եթե մարդ չի ցանկանում լսել, ինչ ուզում ես ասա, ինքը լսելու է միայն այն, ինչ որ ինքը ցանկանալու է։ Լրատվական բաները ինձնից ավելի լավ գիտեն, բայց ինձ թվում է այդ բանը պետք է լինի, որ մեր ընտանիքում դաստիարակությունը լինի եւ մեր ազգային արժեքներին կարողանանք վերադառնանք, որ նաեւ մեր հավատքով ու ամեն ինչով ինքը շատ կնպաստի, որ ներքին համերաշխությունը կայանա։ Առաջարկներ կան։ Առաջարկը շատ ճիշտ ասեց պարոն Պողոսյանը, ընտանիք, հայր, այ ասեց սիգարետը գցեց հայրը, ինչքան ուզում ես ճար կարդա, ազդեցություն չի ունենա։ Եվ նաև ընտանիքում, եթե այդպես է, պետությունն էլ, թե իշխող ուժ է, թե նախագահ է, թե վարչապետ է, անձնական օրինակ։ Թեկուզ դաշնակցական, նրանք կոմունիստ, ասենք Խանջան, Զարուբյան, Դեմիրճան, հա, ասեք Արամ Մանուկյան։ Տեսեք, չեմ չափազանցացնում, այս տեսակը ղեկավարի, սակավապետ, նվիրյալ, կարևոր չէ կուսակցականը դնենք մի կողմ, այսպիսի ղեկավար, եթե կա կամ իշխող ուժը, կամ այս բարոյական, հոգեբանական, սոցիալական արդարության պահը եթե լինում է, արդեն համախմբումը իրեն կլինի, եթե նրանց գերագույն շահը որն է այդ մարդու, հզոր պետություն կառուցել, չէ, հայրենիքին ծառայել, չէ, լինել այդ երկրի ղեկավարը, չէ, Բայց ոչ թե անձնական հարստության կամ աթոռին կարճած մնալը։ Այդ գերակա շահը եթե կա, արդեն համերաշխությունը դրա շուրջը ձևավորվում է, անձնական օրինակ ոնց որ ընտանիքի հայրը, ոնց որ ծնողները։ Այդպես էլ պետության մեջ իշխող ուժը կամ ղեկավարը կամ իշխանությունը պետք է ունենան այդ բանը։ Եթե մարդիկ հավատացին, անկախ իրենցից արդեն այդ համերաշխության process-ը կարող է լինի։ Այո, Նամալյան ավելացնելու բան ունեք։ Պատկանյանի խոսքը ասեմ։ Իհարկե։ Որտեվ շատ եմ սիրում այդ երգը, երբեք թե այս նոր տարին իդեպ վերջերս ճշտել է, որ երաժշտության հեղինակն է ինքը, եւ սա շատ կարեւոր է, որ եթերում ընչի։ Եվ ինքը մի քանի երգ ունի գրված։ Ամբողջ երգի ընթացքում Երևանի է տալի այն Հայաստանին, որը ուզում է, եւ վերջին տունը, որ ամենաարժեքավոր ասելիքն է, ոնց որ կոդ լինի այսօրվա համար։ Հայր երբեք չերկմտիկ կկատարվի այս ամեն, եթե իսպառ մենք անենք փոքրակություն մեր սրտեն։ Ինչից որ խոսում ենք։ Եվ քանի որ արվեստի մասով խոսք գնաց, հիշեցի Սարոյի եղբայրների Գևորգին, որ իրավունք պաշտպանող նյութապաշտ այն չար կերպարին, որը քարով խփում է Հայկի գլխին։ Այն որ ցորենը, ասում է իմ ցորենը մի տարեք, պատռում է մեշոկը, գլուխը մցնում է մեջ, ասում է կեր, արա։ Այդ ուտելու, լափելու կարոտներին ուզում եմ ասեմ կերեք, լափեք, որտեվ ատելությունը ձերն է, խաղաղությունը ուժերին է։ Աստված առաջ լավա լինելու։ Իհարկե։ Ամփոփենք առաջարկները։ Ամփոփենք։ Ազգային գաղափարախոսություն, օրենքի գերակայություն, արդարության գերակայություն, համերաշխությունը, ուժի հնարավորությունն է, պարոն Պողոսյանի նշանաբաններ։ Վստահություն, փոխադարձ վստահություն, լսել դիմացինին մեր հարցվողներից մեկը փողոցում ասեց եւ նաեւ դա շարունակ
թևածեց սոցիալական արդարություն, խորհրդանիշների պահպանում, եկեղեցի հավատ, սփյուռքի ներկայություն, պարակտման գործընթացին դեմ գնալ, չպիտակավորել, դասեր քաղել, փոխել ինքդ քեզ։ Եվ պետությունը պետք է վերցնի ընտանիքի մոդելը, այսինքն կիրառի այնտեղ որտեղ անհրաժեշտ է, նաև քարոզչություն իրականացնել, եկեղեցու դերը, որը հասարակության մեջ մեծ նշանակություն ունի եւ բազմաթիվ հարցեր կարող է լուծել։ Եվ այս ամենից զատ լսենք նաև արհեստական բանականությանը։ Հայաստանում ներքին համերաշխության հասնելը եւ պառակտվածությունը հաղթահարելը բարդ, բազմաշերտ գործընթաց է, որը պահանջում է ինչպես պետական մակարդակի փոփոխություններ, այնպես էլ հասարակական մտածելակերպի վերափոխում։ Արժեքների եւ տեսլականի շուրջ համախմբում։ Պառակտման հիմնական պատճառներից մեկը ապագայի միասնական տեսլականի բացակայությունն է։ Անհրաժեշտ է ձևակերպել Հայաստանի շահը վերկուսակցական եւ վերխմբային մակարդակում, ինչ պետություն ենք ուզում կառուցել 10 կամ 20 տարի հետո։ Անվտանգության նոր հայեցակարգ, երբ քաղաքացին իրեն պաշտպանված է զգում, ներքին ագրեսիան նվազում է։ Ներկայիս սև ու սպիտակի կամ մենք ու իրենց հռետորաբանությունը քայքայում է հասարակությունը։ Քաղաքական վերնախավը պետք է օրինակ ծառայի, հրաժարվելով վիրավորական եւ պիտակավորող բառամթերքից, ստեղծել հարթակներ, որտեղ տարբեր քաղաքական ուժեր կարող են քննարկել ռազմավարական հարցեր առանց միմյանց թշնամի համարելու։ Ուժեղ եւ կառուցողական ընդդիմությունը պետք է դիտարկվի որպես պետության կարևոր մաս, այլ ոչ թե որպես խոչընդոտ։ Համերաշխություն չի կարող լինել այնտեղ, որտեղ կա անարդարության զգացում։ Մարդիկ պետք է վստահ լինեն, որ արդարադատությունը գործում է բոլորի համար, անկախ քաղաքական հայացքներից կամ դիրքից։ Վստահությունը ոչ թե անհատների, այլ կառույցների, դատարան, ոստիկանություն, բանակ հանդեպ պետք է լինի հասարակության հիմքը։ Պառակտվածությունը հաճախ սնվում է ապատեղեկատվությամբ։ Կրթական համակարգը պետք է սովորեցնի վերլուծել տեղեկատվությունը, որպիսի մարդիկ չդառնան մանիպուլյացիաների զոհ։ Լրատվամիջոցները պետք է անցնեն էթիկայի եւ փաստերի ստուգման ավելի բարձր չափանիշների։ Ինչպիսի քաղաքականություն է անհրաժեշտ, որոշումների կայացման մեջ ներգրավել մասնագիտական շրջանակներին եւ սփյուռքի ներուժը, նվազեցնել բևեռացությունը հարստների եւ աղքատների միջև, հիմնվել իրական հնարավորությունների եւ հաշվարկների, այլ ոչ թե զգացմունքային լոզունգների վրա։ Պետական մակարդակով տանել քարոզչություն, որը շեշտում է մեր ընդհանրությունները, այլ ոչ թե տարբերությունները։ Արհեստական բանականության հետ կարծում եմ հակաճառել չէ, տեսլականի առումով ճիշտ էր, ուր ենք գնում, ասում ենք, չէ, հզոր դաշնակից ունենանք, բայց ոչ կամակատար դաշնակից։ Իհարկե։ Մենք չենք մեկնաբանում այս բանը։ Արհեստական բանականություն պետք է դաշնակից ունենալ։ Ոչ թե ապելություն սերմանել դաշնակիցների մեջ։ Փորձենք, եթե այս ամենը գիտենք։ Այո, հատկապես որ ներքին համերաշխությունը մարտահրավեր է եւ այն անպայման պետք է իրականացնել մեր պետությունը հզորացնելու համար։ Ինչ է անհրաժեշտ Հայաստանին։ Ինչ։ Ժպիտ։ Արժանապատիվ կենսաթոշակ։ Անվտանգություն։ Մեզ անհրաժեշտ է առողջ սնունդ։ Շատ լավ ֆուտբոլ ու լավ կինո։ Կենսունակ տնտեսություն։ Միջազգային գործընկերներ։ Որակյալ կրթություն։ Բարեկիրթ քաղաքացիներ։ Շատ երեխաներ ու բարություն։